Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է նոյեմբերի 2-ի համար։ Չեմ կարող հստակ ասել սիրելիներ, սա վերջին տեսանյութն է թե ոչ, որովհետև ես այս տեսանյութը անում եմ հոկտեմբերի 31-ից առաջ։ Դրա համար հստակ չեմ կարող ասել, սա վերջին տեսանյութն է ամենօրյա, թե ոչ, իհարկե։ Արդեն եթե հոկտեմբերի 31-ին որոշումս կայացնեմ, ուրեմն սրանից հետո արդեն ամենօրյա չի լինի, հա, արդեն պետք չի սպասել ամենօրյան։ Եթե ոչ, ես ձեզ անպայման կտեղեկացնեմ այդ մասին, լինելու է արդյոք թե ոչ։ Այսքանը եւ օրը կիրակի է, տեսնենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին նոյեմբերի 2-ին։ Որից է կտրուկ քայլ կարող եք անել, ինչ-որ կտրուկ որոշում կայացնել, ինչ-որ մեկին ձեր կյանքից հեռացնելու համար կամ ինչ-որ մի բան է հիմքից նորից սկսելու հետ կապված։ Նաև դա վերաբերվում է սուր գործիքներին, ուշադիր եղեք այդ օրը սուր գործիքների նկատմամբ, նաև դա կարող է լինել վիրահատություն, այդ օրը վիրահատեք կամ ինչ-որ սուր բաներով, հա, ինչ-որ շուրթերը լցնել, դեմքը սրսկել եւ այլն նմանատիպ ինչ-որ գործողություններ։ Այդ օրը գումար կստանաք, ոմանք էլ նաև գումար կծախսեն։ Եվ հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, տեսնենք ով է։ Էմոցիոնալ կլինեք բավականին այդ մարդուն տեսնելուց, գուցե ռոմանտիկ պահեր ունենաք իրար հետ, գուցե նաև վաղուց չեք տեսել ուղղակի այդ մարդուն եւ տեսնելուց այդպես էմոցիոնալ կլինեք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին նոյեմբերի 2-ին։ Որը երեխաների հետ կապված ինչ-որ հարցերով կարող եք զբաղվել, նաև ոմանք նոր բիզնես կարող են սկսել, նոր գործողություն, նոր կյանք, նոր հիմք, նոր հղիություն, ծննդաբերություն, ինչ-որ մի բան է նոր փոքր սկսվող մի բան է, նոր հարաբերություններ եւ այլն։ Նաև ինչ-որ մի բան է, միևնույն է գնալու ձեզանից, այդ նոր ինչ-որ մի բանը սկսելուց են հինը բացեք թողելու։ Միևնույնն է, բացեք թողելու ընդմիշտ։ Եվ այդ օրը ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, էմոցիաներով լի, ուրախություններով լի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին նոյեմբերի 2-ին։ Սեր, նոր հարաբերություններ, սիրո խոստովանություն, ձեզ ինչ-որ մի բան կլինի, սիրված կզգաք, բարձր տրամադրություն կունենաք, էներգիայով լցված, ուրախություն կլինի, այստեղ ձեր ցանկությունները կիրականանան, ճիշտ է, մի փոքր հա ոնց որ հեռու են թվում այս պահին, բայց նրանք կիրականանան անպայման։ Եվ կարող եք հեռվից որևէ տեղեկություն իմանալ, ինչ-որ մեկի մասին իմանալ, ձեր հարազատների կամ միգուցե ինչ-որ օտար երկիր մեկնելու հետ կապված ինչ-որ պահեր կան։ Կարող է դա ձեզ ուրախացնում, կարող է գրին քարտ եք շահել, միգուցե ինչ-որ պահեր են այստեղ։ Այսքանը ձեզ համար ես խաղացի գրին քարտ չշահեցի։ Չնայած որ բաց է, այստեղից ընդամենը տոմսը գնում ես, եւ թռնում։ Բացարձակապես ոչ մի խնդիր չկա, հա, տոմսը գնում ես, բայց գրին քարտ խաղացի չշահեցի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին նոյեմբերի 2-ին։ Ուժ կունենաք, հավելյալ էներգիա կունենաք, արևը լավն է, պայծառ է, այս անգամ բոլորին ընկնում է։ Նաև այդ օրը կարող եք հանդիպել վաճառապետական աշխատողի կամ ուժային կառույցի ներկայացուցչի կամ նմանատիպ ինչ-որ դուք հզոր լինեք, ձեզ այդպես զգաք։
բարձր տրամադրություն կունենանք, էմոցիաներով լի, ուրախ տրամադրություն։ Եվ այստեղ սա է խանգարում, ինչ որ խորամանկ անձնավորություն է, որ խփեբայ է, կարող խոչընդոտներ ստեղծել, փոխան փորձել խոչընդոտներ ստեղծել, որ տեսնում է, բայց այդ տրամադրությունը բարձր է, այս ինչու է ծիծաղում այսքան շատ, սպասի մի բան անեմ, որ տրամադրությունը գցի։ Ինչ որ նմանատիպ ինչ որ մի բան է անելու, որ խոչընդոտներ առաջացնի ձեզ մոտ, որպեսզի ձեր տրամադրությունը ընկնի։ Շատ եղեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կառույցներին։ Ինչ է սպասվում առույցներին նոյեմբերի 2-ին։ Ինչ-որ իրավիճակ է կայունանալու ձեզ մոտ, միգուցե ոմանց մոտ այստեղ հարաբերությունները, ոմանց մոտ ինչ-որ մի բան, մեկ այլ ոլորտ, շատ են ոլորտները և կարող է մեկ ոլորտը ինչ-որ մի բան կայունանա, ֆինանսները, աշխատանքը, առողջությունը, յուրաքանչյուր բան։ Այդ օրը նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղայի հետ, այսինքն սա տղամարդն է, միգուցե դրսից է, օտարերկրացի է, օտար երկրում է ապրում, կարող գալիս է, ձեր ցանկությունները կիրականանա, միգուցե այդ տղայի հետ ուզում եք ծանոթանալ և ծանոթանում եք, խոսեք իրար հետ, շփվեք իրար հետ։ Եվ այդ օրը նաև բավական ոգևորված կլինեք, որպեսզի ձեր գործերն անեք, ավարտին հասցնեք, նորություն կլսեք, հյուրեր կընդունեք, դուք կգնաք հյուր։ Ինչ որ բաներ կարող եք պատվիրել նաև բերեն ձեր տուն։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին նոյեմբերի 2-ին։ Փոքր անհանգիստ եք, լարված եք, կամ կարող եք բորբոքված լինել, դա նշանակում է, որ մարդը բարկացած է, սենց ներսից։ Տեսնենք ինչն է պատճառը, որովհետև հետո ամեն ինչ նորմալ է։ Այստեղ էլի անհանգստություն է այստեղ, ոմանք աշխատանքի ինչ-որ մի բանի համար չի հանգստանում, կամ սա ոնց որ ներսը չի հանգստանում։ Սա նաև բամբասանք է, խոսակցություն է, կարող է դրա համար եք բորբոքված և չեք կարողանում ձեզ կարողանաք հանգստացնեք։ Ամենայն դեպս հաջողություն ունեք այդ օրը, նաև դռներ են բացվում ձեր առջև, միգուցե ըստ բամբասանքի դուք ավելի եք առաջ գնում, որտև այդպես է, չէ, ինչքան շատ են բամբասում, այնքան ձեր մասին ավելի շատ են մարդիկ իմանում։ Ճիշտ է, մի քիչ վատ կողմ, բայց ամեն մարդ հո դեբիլ չի։ Եթե լավ ուսումնասիրի դիմացին, երբեք չի մտածի այն ինչ որ խոսում են։ Եվ նաև այդ օրը նամակ կստանաք ինչ-որ մեկից, նամակագրական կապ, փաստաթուղթ, դե չեք կարող ստանալ, գրանցում եք ինչ-որ մի բան, գնում եք խանութ, առևտուր անելու։ Այսքանը ձեզ համար, կամ փաստաթղթերի հետ եք աշխատում, լրացնում եք, դաս եք անում օրինակ։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին նոյեմբերի 2-ին։ Ընդհանուր ֆոնը, ընդհանուր ֆոն չկա։ Այդ օրը նոր կյանքի իմաստ կստանաք, նաև իմաստուն կլինեք, միգուցե ինչ-որ միջավայրով ձեզ նաև հասուն զգաք, կամ զգաք ձեր տարիքը, որ արդեն մեծացել եք, նաև ինչ-որ լավ շրջապատում կլինեք, միգուցե ընտանեկան է, այստեղ ծնունդ կարող է լինել ինչ-որ մի բան, և ընտանիքի շրջապատում լինեք։ Նաև սա պաշտոն է, որ կարող են տալ ձեզ կամ աշխատանքում ինչ-որ բարձրացում լինի։ Նաև այդ օրը ձեր գեղեցկությամբ կզբաղվեք, ձեր առողջությամբ կզբաղվեք, ծնունդ է, արարողություն է, առիթ է, ինչ-որ անակնկալ պահեր կարող են լինել, բարձր տրամադրություն կունենաք, նաև ոմանց համար սա ժամադրություն է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Որ սուր գործիք էր թռել, դա նշանակում է ոմանք կամ վիրահատության են գնում, որ այդքան է չի կարելի, կամ ուշադիր պետք է լինեն սուր գործիքներից։ Ինչ է սպասվում կարիճներին նոյեմբերի 2-ին, միգուցե նաև հիմա էլ որոշի ընկնի։ Բարձր տրամադրություն կունենաք, էներգիավլի կլինեք,
ուրախ, զվարթ, նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, ոմանք կզբաղվեն գիտելիքներով, ուսմամբ, ոմանք նաև ինչ-որ գաղտնիք կարող են իմանալ, կարող ձեր ընկերն է ինչ-որ գաղտնիք բացահայտում ձեր մասին կամ իր մասին, այդպես իմանում եք, դե նաև ուսում է, հա, սա ուսում, որ կզբաղվեք այդ օրը ձեր գիտելիքներով, ձեր ուսմամբ, ինչ-որ մի նոր բան կսովորեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Աղեղնավորներին հետաքրքիր բան անկավ, դա ուրախություն է, անակնկալներ, նվերներ, այնպես որ այդ օրը կարծես թե ծնունդի եք։ Ինչ է սպասվում աղեղնավորներին նոյեմբերի 2-ին, ոմանք կգնան ժամադրության։ Այդ օրը ոմանք ճանապարհներին կլինեն, մի փոքր զգույշ պետք է գնաք ճանապարհը։ Կարող երկար ճանապարհ գնալ, կարող է գործերն եք նաև ուզում մղել առաջ, մի փոքր դժվարություններ կարող են լինել, դա այնպես որ կամ կարող եք հետաձգել, կամ շատ ուշադիր գնալ ճանապարհը, կամ հասկանալ ինչու եք գնում։ Եթե գործերն են, եթե բիզնեսն է, ինչ-որ մի բան է ուզում եք առաջ մղել, միևնույնն է եւս էլի ուշադիր եղեք, որովհետեւ դժվարություններ կարող է բախվեք դժվարություններին եւ փորձություններ են դրանք ձեզ համար, պետք է կարողանաք հաղթահարել։ Կամ նաեւ այս խաբեբան է անում։ Սուտ է խոսում, խաբեբա է, խորամանկ է, ինչ-որ մի բան կարող է հորինել ձեզ համար, որպեսզի խնդիրների մեջ հայտնվեք։ Այդ ճանապարհը մի փոքր չգիտեմ, այդ ինչ է, որ ծանրոր է, կամ ինչ-որ մի բանի հետևից եք գնում, ինչ-որ մի բանի համար եք գնում, գուցե նաև նման ինչ-որ ահարողություն է դա եք գնում։ Եվ դուք կարող է լինեք մի փոքր խորամանկ, որպեսզի կարողանաք այդ դժվարություններից դուրս գալ այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին նոյեմբերի 2-ին։ Խորամանկ մարդիկ կան ձեր շրջապատում այդ օրը, որոնք որ կարող են ձեզ համար խոչընդոտներ ստեղծել։ Տեսնեմ ով է եւ ինչ խոչընդոտ է միասին։ Կամ իրեն պետք է ձեր կյանքից հանեք, կամ այնպես անելով, որ ձեր կյանքից ինչ-որ մի բան գնա։ Դա գնալու անverջ։ Այստեղ դրա համար ուշադիր եղեք, հարաբերությունների հետ կապված, աշխատանքի հետ կապված, շատ ուշադիր եղեք, որովհետև տվյալ անձնավորությունը լավ է քիթը մտցնում է եւ խոչընդոտներ է ստեղծում նաեւ կարող է աղջիկա հետ կապված, տեսնենք ով է աղջիկը։ Ուժային կառույցի ներկայացուցիչ է միգուցե նաեւ կարող է այդ օրը այդպես հանդիպում է եւ ձեզ այնց գումար են շորթում։ Ինչ որ ինչ է դրամն։ Շտրաֆ են գրում։ Համենայն դեպս այդ օրը խաբեբա մարդիկ կան, մի քիչ ուշադիր եղեք, մի վստահեք։ Եվ խոչընդոտներ կան, տեսնենք այդ խոչընդոտները ինչ է։ Աշխատանքի հետ կարող է կապված լինել, գնալ որևիցե տեղ, հիվանդություն հետ կապված, բժշկության, հա, ինչ որ կարող է զանգարում եք, ուզում եք կոսմետիկ ինչ որ պրոցեդուրաներ անել, զանգարում եք, տեղ չունեն։ Նա կարող է նաև սա իրեն էր ցույց տալիս, որ չէ մասնագետի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին նոյեմբերի 2-ին։ Բարձր տրամադրություն կունենաք, ուրախ եք, էներգիայով լցված, ճանապարհ կգնաք, կամ շատ ճանապարհներին կլինեք այդ օրը։ Գործերը առաջ կտանեք, բայց ուշադիր եղեք, գործերը առաջ տանելուց այստեղ մանր-մունր խնդիրներ կարող են լինել, նաև կորուստներ։ Այդպես կամ մի վստահեք մարդկանց, կամ շատ ուշադիր եղեք։ Նաև հեղինակության հետ կարող է կապված լինել, կամ դուք կարող եք ճանապարհ գնալ ուրիշ երկիր, գնալ ուրիշ տեղ եւ այդ դեպքում արդեն կորցնել ձեր շրջապատից ոչինչ մարդկանց։ Այսինքն հեռվանաք իրարից, ամեն մեկը գնա իր ճանապարհով, առանձնանաք իրարից։ Բայց եւ նաեւ եթե բիզնեսն եք առաջ տանում, ձեր գործերն եք առաջ տանում, հնարավոր է ոչինչ մանր-մունր խնդիրներ, բայց դրանք կարող են ստեղծել նաեւ կամ պետական աշխատողները, կամ նաեւ ձեր շրջապատի մարդիկ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Եվ գնայինք ձկներին։
Ինչ է սպասվում ձկներին նոյեմբերի 2-ին։ Հանդիպում կամ շփում որևիցե աղջկա հետ։ Տեսնենք ով է։ Տղաների համար սա ժամադրություն է անակնկալ է, նվերները այդ աղջկա հետ, իսկ նա որ այդ աղջկա ծնունդն է եւ գնում եք այնտեղ նվերներ կամ ինքն է իրան եք տալիս կամ միգուցե ինքն է գալիս առիթին ձեզ է տալիս նվերներ, ինչ որ անակնկալ պահեր կարող լինել, կամ այդ աղջկան տեսնելուց բարձր տրամադրություն կունենաք։ Նաև ոմանք գործեր առաջ կտանեն, բիզնեսը առաջ կտանեն, նոր ինչ-որ կյանք սա, նոր հարաբերություններ, նոր գործ, ինչ-որ նոր բան է ձեր կյանքում հայտնվում։ Այդ օրը նաև գումար կստանաք, ոմանք են նաև գումար կծախսեն։ Այսքանը ձեզ համար, ես ձեզ անպայման կտեղեկացնեմ, կլինի արդյոք ամենօրյան, թե ոչ, լավ եղեք։